Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ պատրաստել իտալական դեսերտ հայտնի բոլորիս տիրամիսու, բայց այս անգամ այլ տարբերակով, դասականի փոխարեն կպատրաստեմ ելակով։ Սկսենք պատրաստելը։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են թարմ ելակ, մասկարպոնե տեսակի պանիր, այնտեղ ունեմ ես նախապես պատրաստված ելակից հյութս և սավոյարդի տեսակի թխվածքաբլիթներ։ Անցնենք պատրաստմանը։ Ուրեմն սկզբի համար մենք թխվածքաբլիթները կհանենք և հատ-հատ պետք է թաթախենք ելակի հյուսի մեջ։ Սկզբնականում մի քանի հատը կանենք, հետո ցույց տամ ես ձեզ ձևը, ինչպես ենք անում, վերցնում ենք թխվածքաբլիթները, այստեղ ինձ մոտ ելակի հյուսն է արդեն, թաթախում ենք իր մեջ, բոլոր կողմերից, այսպես, և հերթականությամբ շարում ենք ամանի մեջ, և նույն հաջորդականությամբ բոլորն ենք անում այդպես։ Այսպես, եթե մենք թաթախում ենք ելակի հյուսի մեջ, ոչ թե միայն ելակներ ենք դնում շերտերի վրա, այսպես ավելի համեղ և հյութալի է ստացվում մեր տորթը։ Ես այստեղ առաջին շերտը թխվածքաբլիթների դասավորեցի արդեն, հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր այստեղ սերուցքային պանիր ունեինք, մասկարպոնե, ես այստեղ ավելացրել էի իր մեջ մի քիչ շաքարավազ, քանի որ մեր ելակի հյուսը արդեն իսկ շատ քաղցր է, ելակները նույնպես, ես շատ շաքարավազ չեմ ավելացրել, սիրելի հետևորդներ, դուք էլ այնպես ավելացրեք, որպեսզի շատ քաղցրը ինձ թվում է հաճելի չէ ամեն դեպքում, ամեն ինչ իր չափի մեջ է համեղ ստացվում։ Հիմա ես այստեղ կավելացնեմ պանիրը վրան, այսպես մի քանի տեղ կլցնեմ, այնուհետև կտարածեմ։ Մենք աչքաչափով այն պետք է բաժանենք մեր ունեցած պանիրային զանգվածը երկու մասի, որպեսզի առաջի շերտին մի մասը քսենք, երկրորդ շերտին մյուսը։ Ուրեմն ես այստեղ արդեն քսեցի պանիրի առաջին շերտը, հիմա հաջորդիվ մեր քայլերը որոնք են, մենք պետք է մնացած մեր թխվածքաբլիթները երկրորդ անգամ արդեն թաթախենք ելակի հյուսի մեջ և երկրորդ շերտը դնել։ Արդեն ինձ թվում է դուք ընթացքը տեսաք, արդեն ձեզ համար պարզ է, թե այն ինչպես է կատարվում։ Ոչ մի բարդ բան չկա այստեղ, սիրելի հետևորդներ, դուք կարող եք պատրաստել, այն շատ հեշտ է պատրաստվում, շատ համեղ է ստացվում և ինձ թվում է, որ այն հիանալի դեսերտի տարբերակ է ամռանը թարմանալու համար։ Մեկ տուփի մեջ 200 գրամ են թխվածքաբլիթները, ինձ թվում է, որ բոլորն էլ կօգտագործեմ ես, ինձ մոտ այստեղ չի ավելանա, որովհետև իմ ամանի չափսերը թույլ է տալիս, որ բոլորը դասավորվեն շարքով լրանը։ Այսպես պտտեցնում ենք, թաթախում և շարում պանիրային շերտի վրա։ Ինձ թվում է, որ այսքան համեղ բաղադրիչները ինչի մեջ էլ որ օգտագործենք, այն շատ համեղ կլինի և
գունեղ նաև։ Հիմա արդեն կլցնեմ վերջնական շերտը պանիրը, ամբողջ մնացած մեր ամանի մեջի պանիրը կտարածենք վրան և կանցնենք ձևավորմանը։ Վերջնական տեսքը ստացվում է շատ գեղեցիկ, ելակներով պատված։ Եվ այսպես տարածում ենք։ Պետք է զարդարելուց հետո դնում ենք սառնարանում մոտավորապես 4-ից 5 ժամով։ Մի լավ վերջին շերտը արդեն տարածում ենք, ինչքան հնարավոր է պետք է հարթ լինի, որպեսզի մեր դեսերտն էլ արդեն պատրաստի վիճակում գեղեցիկ լինի։ Սրա օգնությամբ շատ հեշտ է ստացվում։ Սա կավարտենք և ելակները կդնենք վրան, արդեն գեղեցիկ կշարենք հերթով։ Ուրեմն ելակները այսպես բաժանում ենք երկու մասի, իրենք այնպես է կտրում, որ պոչն էլ հետը կտրվի։ Եվ այսպես շարում ենք մեր դեսերտի վրա։ Վերցնում ենք և այսպես կիսում երկու կեսանում։ Ինչ սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է մեր այս գեղեցիկ, գունեղ և շատ համեղ դեսերտը։ Տեսեք ինքը շերտերը ինչքան գեղեցիկ երևում են և վրայի շերտն էլ այսպես առատ ելակներով պատել եմ իրեն, որպեսզի համ համեղ լինի ավելի, համ էլ ինձ թվում է, որ գեղեցիկ է ստացվել։ Սիրելի հետևորդներս, դուք էլ անպայման կփորձեք, կպատրաստեք, կհյուրասիրեք ձեր մտերիմներին, բոլորիդ բարի դիտում, շարունակեք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակ կոճակը, բոլորիդ շատ սիրում եմ։ Ձեզ լավ օր, սիրելիներս, առայժմ։